Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթե դիտում եք մեզ, դա նշանակում է ժամը 22:45 րոպե եւ ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է եւ ես Արթուրն եմ, ողջունում ենք ձեզ։ Պետք է խնդրենք բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերը, ծանուցումները բաց չթողնեք եւ կիսվեք տեսանյութերի հղումներով, որպեսզի ձեր հարազատներն է տեսնեն, ինչպիսի թալանչի կլանների հետ գործ ունենք, թալանով զբաղվող կլանների հետ գործ ունենք։ Արամ, այսօր հաղորդումը ուզում եմ սկսեմ ուղիղ 5 տարի առաջ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած դեպքով, ուրեմն ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման, վճիռն հրապարակվեց հոկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հարապետյանի ղեկավարությամբ, բացի այդ ըստ դատարանի որոշման նշանակվեց լրացուցիչ պատիժ եւ Վահանյանը զրկվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մայորի զինվորական կոչումից։ Ուրեմն պատմենք հարգելի հետևորդներ ինչ է տեղի ունեցել Խուրհաց սարի վրա, որը տեղակայված է ջրականի 5-րդ գումարտակը, մեծամասամբ նորակոչիկներ, ըստ վկայությունների Իշխան Վահանյանը իջել է սարից, ասելով թե վիրավոր է, նստել է մեքենան եւ գնացել, իր հետ տանելով նաեւ կապի միջոցը։ Ուղիղ 5 տարի անց նորակոչիկներին միայնակ թողնելու եւ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատապարտվեց ազատազրկման։ Ահա այսպիսի Արամ տականքի հետ գործ ունենք, չգիտեմ ինչ բառեր կարելի օգտագործել նման ազնվորության նկատմամբ, իդեպ դա մեղադրող կողմը պահանջում էր 18 տարի ազատազրկման, սակայն 16 տարվա դատապարտվեց եւ հետո մարդիկ Արամ հարցնում են թե ինչպես պատերազմի ժամանակ պարտվեցինք ում միջոցով ում շնորհիվ, խնդրեմ նաեւ դու մեկնաբանես։ Շնորհակալ եմ հարցի համար Արտուր եւ ես եւս ողջունում եմ մեր սիրելի հայրենակիցներին։ Մենք նշել ենք, որ մինչև վերջ բացահայտելու ենք այս տականքներին, իսկ այս տականքները այսպես Ղարաբաղյան կլանի այդ Քոչարյան սերժական այդ ոհմակի անդամներն են եւ մինչ այս գումարտակի հրամանատարին անդրադառնալը այս տականքին դավաճանին, ես կցանկանամ որպեսզի մեր հայրենակիցները տեղեկանան, որ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին կհիշեն, որ սեպտեմբերի 28-ին սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը 44 օրյա եւ բոլորն էլ հիշում են, որ Սերժիկ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը այս թուրքերը միանգամից վազեցին Ստեփանակերտ, անգամ կհիշեք Սերժը ճամփին ցենց ֆորմեն նատովկեն հակը սիգարետով նկարվել էր, այդպես տարածում էին այդ նկարները եւ նրանք այնտեղ վետերանների միություն կա, որը որ մի գեներալ կա Ղարաբաղցի Օգանովսկի, այդպես անվամբ այդ Քոսոտը հանդիսանում է Արցախի վետերանների միության ղեկավարը եւ նրա շենքում հենց այդ հրապարակում կենտրոնական այդ հրապարակում մի այդպիսի մեծ շինություն ունի, որտեղ այդ Օգանովսկի կոչվածը իր թայֆով միշտ վերընկած է եղել եւ այդ Օգանովսկու շենքում այս Քոչարյան սերժական այս Արցախյան այս Ղարաբաղյան այս կլանը ժողով է իրականացնում, որտեղ որ Վիտո մնացած այդ Բալասյան Վիտո այդպես մի երևույթ կա, այդ բոլոր թափթփուկներին հավաքում է Ռոբերտ Քոչարյանը եւ մենք ունենք նաեւ ինֆորմացիա, որ Վովոչկա Գասպանը եւս մասնակցել է այդ հայտնի կապիկը դերասանը չստացված, որը եւս իր զրահապատ մեքենայով շտապել էր Արցախ, իսկ ինչու էր նա շտապել Արցախ, որովհետեւ գիտեք որ Արցախում տարիներ շարունակ անօրինական կերպով թմրանյութ արտադրվել եւ այդ թմրանյութը իրացվել է Հայաստանի Հանրապետությունում, մենք ինֆորմացիա ենք ստացել եւ դա եւս կբացահայտենք, ինչ մոտ արշակ կա, Վովայի արշակ են ասում, ինչ մոտ երևույթ կա, դա մենք ունենք տվյալներ եւ դա ստուգում ենք այս բանը, որ այդ արշակը ինչ որ կապ ունի Սաշիկի Թուլեքի հետ միասին, ըստ քակիր են կերե, դա եւս մենք կբացահայտենք եւ այդ վետերանների միության շենքում Արտուր Ռոբերտ Քոչարյան թուրքը հավաքելով այդ իր թայֆին հրահանգել է եւ նշել է, որ պատերազմը վաճառված է, այսպես Արցախը հանձնված է, բայց մենք ունենք անելիք եւ մենք պետք է այդ Ջաբրայելի Մադաղիսի մի քանի շրջան հանձնենք Ադրբեջանին, որպեսզի գնանք Երևան եւ փոխենք իշխանությունը։ Հետո ես կպայմանավորվեմ ռուսների հետ այդ հարցը կլուծվի, այսինքն նա խնդիր է դրել, որ ամենաառաջնային խնդիրը դա ոչ թե պատերազմում դիմակայելն է, թշնամուն այսպես հարված հասցնելն է, այլ բանակի մեջ այդպես զորքի մեջ
մուտիտ գցել է, որ խեք կրվում, զենքերը դրեք հետ եկեք, մեկը ծախած է, Նիկոլը ծախել է, արդեն պայմանավորվել է, ինչը որ իրականացրել էին իրենք եւ ինչպես ասում են, առաջինը գողն է գողրում բռնեք գողին եւ կհիշեք, որ Սերժիկ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ժամանակին բացահայտում եղավ, որ միլիարդավոր դոլարներ են փոխանցել Ալիևները եւ այդ գործարքը շատ վաղուց էր եղել, այսինքն սրանք արդեն վաճառելով Արցախը պետք է ստեղծեին իմիտացիա, որ Արցախը վաճառեց Նիկոլ Փաշինյանը եւ գային իշխանությունը փոխեին ուղղակի։ Այս կոնտեքստում Քոչարյան թուրքը հավաքել է այդ թափթփուկներին եւ այդպես միանգամից հրահանգավորել է, որ գնան եւ տարածում այդպես մխրճվեն զորքի մեջ այդ հայտնի յեթիմները եւ այդպես զորքին համոզեն, ասեն, որ զենքեր դրեք, նահանջեք, ամեն ինչ վերջացած է։ Իսկ նրանց միակ նպատակը եղել է դա եւս մեկ անգամ նշում եմ, գալ Երևան եւ զավթել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը, տապալել համանդրական կարգը եւ քանի որ նրանք գիտեն, որ երբեք ընտրությունների միջոցով չեն կարող գալ իշխանության, բնականաբար նրանք այլ մեթոդներով են փորձում եւ այդ փորձերը դեռ շարունակում են, չմոռանանք նաեւ տերորիստ Բագրատ Սրբազան կոչված այդ երևույթին, չնայած նա Սրբազան չի, նա շարքային կապիկ է, Քոչարյան կլանի ճուտն է եւ այսպես հիմա անդառնանք այդ Հադրութի այդ գումարտակի հիանալի, նա եւս Ռոբերտ Քոչարյանի թայֆից է եւ բնականաբար այդ անձնավորությունը կատարել է Ռոբերտ Քոչարյանի այդ հրահանգը Սերժիկ Սարգսյանի եւ բնականաբար մեր 18 տարեկան զինվորներին թողել է միայնակ եւ թռել է ուղղակի կապի միջոցները վերցրել է, այնտեղ շատ դեպքեր ա եղել, Վիլիսը այդպես նստում էին Վիլիսները այդ հրամանատարները եւ թռնում էին Ստեփանակերտ, այնուհետեւ Երևան։ Մարդկա, որ ինքը իրան ոտից խփել է անգամ։ Շուխուրա գցեց տեղնտեղ, որ թշնամուց է վիրավորվել այդպես այդպիսի հրամանատար եւս մենք ունենք, այն ջահալին գիտեք արդեն ինչ տեղ ունեցավ եւ այս Ղարաբաղյան կլանի տականքները մի նպատակ են ունեցել, որպեսզի միտումնավոր տանեն պարտության մեր զորքին եւ այդ կհիշեք Միքայել Մինասյանի այդ Միշիկի ֆեյքերը թե ինչեր ինչ է տարածում, որ արդեն վաճառված է, Նիկոլը տվել է, մենք մի անելիք ունենք փոխենք իշխանությունը, պարտենք այս ամեն ինչից որ փրկենք Արցախը, այսինքն այս Ադրբեջան-Ղարաբաղյան այս Ալիևյա Քոչարյանական այս տանդեմը մի բան էր անում, սա պատերազմ էին սկսել հայ ժողովրդի դեմ, իրենց բարեկամներով եւ այդ Զորամասի հրամանատարը բնականաբար այդ Քոչարյանի աջակիցների այդ Քոչարյանի այդ Ղարաբաղյան կլանի թայֆի անդամ է եւ կատարել նրանց հրահանգը։ Արամ, իսկ չես կարծում, որ պետք է նաև գնդակահարությունը վերականգնվի եւ նույն հենց Արցախում Ստեփանակերտի կենտրոնում այնտեղ այդ Պոնչիկ այդ հայտնի կաֆեի կամ չգիտեմ իրանց Արմենիա հյուրանոցի դիմաց հենց այնտեղ պետք է արցախցիները նման սպաներին գնդակահարեն, թույլ չտային, ասենք, իրանք վերադառնային մի հատ էլ Հայաստանում նոր դատավճռի արժանանեն։ Ոչ թե պետքա դիմավորեին ռուս խաղաղապահներին տորթով այդպես բանով շնորհակալություն հայտնեն Վլադիմիր, այլենց ներքին տականքին պետք է ոչնչացնեին առաջին հերթին։ Բնականաբար ես կարծում եմ, որ ցանկացած այդպես պատերազմական ռազմական դրության ժամանակ պետք է գործող ռազմաքաղաքական ղեկավարությունը միջոցներ ձեռնարկի, ինչ վերաբերում է գնդակահարության հետ կապված, ես նշեմ, որ մենք կոնվենցիա ենք ստորագրել եւ մեր մոտ ամենախիստ պատիժը ՑՄ ազատազրկումն է, բայց նշեմ, որ այս բոլոր հոմոսապիենսներին պետք է կոչումազրկել, այսինքն այս տականքներին պետք է դատապարտել, կոչումազրկել, ուներզրկել, սարքել բոմժ, սրանք գիտեք տարիներ շարունակ ինչ են արել։ Զորամասում մտնում էր տանկի մեջ վառելիք չկար, այդ ափնյան պատերազմը կհիշեք, որ տանկը խոդ էին տալի, մեջը վառելիք չկար, ջուր էին, կանիստրով տարել, ծախել, կեսը ջուր էին լցրել։ Դա էլ ես ասում եմ այն թափթփուկները ներքևի։ Այդ Զորամասի հրամանատարը, որը այսօր դադվեց, նա այդ Ղարաբաղյան կլանի յեթիմներից է։ Նրա գործը եղել է Սալարկա գողնա, այդ էժան բաներ օրինակի համար, բայց մենք այնտեղ ունենք նաև դրանց ղեկավար կազմը, անմիջական Քոչարյան Ռոբերտի եւ Սերժիկ Սարգսյանի ճտերը, իրենց տեղականները Օգանովսկի, Վիտո, այն Աղաբեկյան Արթուր կա Հադրութի, դրանից է կանադառնամ, բայց այն Դրամբոնի հանքը, Կաշենի հանքը, այդ հոյ Զորամասի հրամանատարը չի թալանել։ Չէ, ուղղակի ամեն մեկին իր չափով թողել էին, ով ինչ պետքա թալանի, իսկ այն յուղոտ կտորներ են ոսկին, փողը, այն հանքը, այն ամեն ինչը, սրանք կրում տանում էին։ Պատահական չի, չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժն ու Ռոբերտը Ղարաբաղում ոչ մի բան չունեն։ Իրանք Ղարաբաղցի են, ազատագրող այտենց
բան են Ալիևին, չգիտեմ, ջարդու փշուր են արել, երգին են պահել, գրավել, բայց իրանք իրանց հայրենիքում ոչ մի գույք չունեն։ Այդ բանկերն ու այդ ամեն ինչը Երևանում է, չէ՞, ու արտասահմանում է։ Այսինքն մենք արդեն փաստերով ապացուցում ենք, որ սրանք այդ Արցախը վաճառել էին։ Եվ Արցախը վաճառելու համատեքստում նրանք պետք է ինչ-որ մի հատ մեղավոր գտնեն, ամեն ինչ բարթեն մեկի վրա, ժողովրդին խաբեն, գան զավթեն իշխանությունը, սրանց նպատակը դա է եղել։ Եվ տեսեք, այդ երբ ես կարդացի այդ դատական այդ ակտը, երբ դատեցին այդ համբալին, ուրեմն ինչ է տեղի ունեցել, չէ՞, Հադութի հայտնի դեպքերն է։ Հադութի պատասխանատուն ով էր պատերազմի ժամանակ, գեներալ Արթուր Աղաբեկյանը, նույն ինքը Սերժի Շունը, որը որ Մարտիկ հիմնադրամի ղեկավարն է եղել, պաշտպանության փոխնախարար, գիտեք, երբ որ Սերժիկը պաշտպանության նախարար էր, հիմնադրամ բացեց, կոչվել Մարտիկ հիմնադրամ, եւ սկսեցին կթել ուղղակի հայ ազգին այդ հիմնադրամով, որ չգիտեմ, զենք ենք առնում, չենք կարա ասենք ինչեր ենք անում այնտեղ Ղարաբաղի համար, այս կամ այն, վերջում պարզվեց, որ մենք պատերազմը սկսվել ենք, սրա մենք սնայրատ չունեինք։ Մենք պատերազմող երկիր ենք եղել 30 տարի, Արթուր, փամփուշտ այնտեղ հրետանու սնարյատ ոչ մի բան չենք արտադրել։ Կրվից 5 օր հետո պահեստները տեսանք, որ դատար կա արդեն։ Բրոնեժի հետ կասկած չունեինք մենք, որ կանեինք այդ մոբին տայինք։ Դե Սերյան Օհանյանը ասում են ունենք զենքեր, որոնք 45 թվի են, բայց լավ էլ աշխատում են, բայց փաստացի ես իմ աչքով դու էլ ես տեսել քո ծառայության ժամանակ, որ այդ PKT, DŠK բան դրան ոչ մի բանի չի կրակել։ Չէ, ավտոմատը պահում էր ուղիղ բան էր, այնքոմ էր խփում։ Կարող է մենք մեր աշկում ենք տեսել։ Իմ զենքը, որը որ 70 թե 80 քանի թվի զենք էր, կրակում էի, այնքոմ պահում, այնքոմ էր։ Հայտնի 74-ը։ Այո, իմ աշկում եմ ես դա տեսել։ Գրատը քաշում գցում էր, կեժամ հետո տրակեր, թե չտրակեր ասենք։ Հիմա Սեյանը ինչ է եկել։ Սեյանին պետքա կոչումա զրկել։ Ջալին, Խաչատուրով Քաքին։ Դրանց բոլորին պետքա կոչումա զրկել։ Դրանք չի անկոն գեներալի ուսադիր կրեն։ Այդ Աղաբեկյան Արթուր կոչված այդ գեներալը համարվում դա։ Այն Օգանովսկու հետ կապված առանձին մենք եթերը կանենք, թող ինքը բռնվի, ինձ այդ վետերանների միության հաշվին միլիոններ ա եղել։ Այդ գումարը որտեղ ա եղել, ինչ են արել։ Բայց այս Աղաբեկյան Արթուրը ես ձեզ ասեմ, սա ինչ ա արել, քնձրոտը։ Սա իր որդին հողարկավորված ա եղել Հաջութում, պատերազմից 44 օրյայից հետո փող ա տվել ռուս խաղապահներին, որդու դիակը վերցրել ա, մարմինը բերել ա Երևան, հողարկավորել ա ու թրել ա Ղարաբաղից։ Այսինքն սա արել է մի մարդ, որը որ գեներալ է։ Դուք պատկերացնում եք, եթե սա գեներալ չներ լիներ օրինակի համար շարքային, չգիտեմ, ինչ-որ մի հատ անձնավորություն, կասեինք ինքը իր շիրիմները իրանց գործն է, ինչ ուզում է թողանի, բայց դու Աղաբեկյան Արթուր, դու գեներալ ես, դու տարբերություն ես դնում քո տղու շիրիմի գերեզմանի մեջ ու այն զինվորների, որոնք զոհվել են հայրենիքը պաշտպանելուց։ Այսինքն քո տղեն վերի արտին ցորեններ, նորից եմ ասում, մենք ցավակցում ենք բոլոր զոհերին, նաև շատ մեծ ցավ է յուրաքանչյուրի համար, կապ չունի այդ մարդու հերը կոռուպցիոն է, թարանչի է, տարանջատում ենք մենք, մարդու երեխեն մեղավոր չի, որ հերը կեղտ է։ Չնայած մեծ մասամբ մենք տեսնում ենք, որ այդ մարդկանց երեխեքը 90%-ը իրենց հերերի ճամփով են գնում, դառնում են շարքային զիբիլի վրի, այդպես կատու չեմ ուզում ասեմ, որտեղ մեզ արդեն քանի անգամ այդ պաշտպանները կենթանիների դիմում են, ասում են մեր կենթանիների մի համատեք այդ կեղտերի հետ, եւ նորից եմ նշում, գեներալը ոնց կարա տարբերություն դնի, գեներալը որը տարբերություն դրեց իր տաղու ու մահացած զինվորների մեջ, այդ օրը մենք իմացեք պարտված ենք արդեն։ Եվ մենք դրա համար ենք պարտվել։ Սրանք, տեսեք Արթուր, Ալիևը այս քութիկներին փողով առել է։ Սրանց փող ա տվել, ծախվել են սրանք։ Սրանք գնացել են կյանքը վայելելու։ Սրանք բոլորը նորից եմ ասում, իրանց տան մեջ յուկա պետք է, տան մեջ չեմ միայն, սրանք իրանց տները մտնում ես, իրանց կյանիք են որոշում։ Այսինքն սրանց կյանիքի այդ ոսկեղենը, սունկեքը, շոյերը որ հավաքես, մի 500 տանկ կարաս առնես։ Լաքշերի կյանքը։ Բայց հացը մի 500 տանկ կարաս առնես։ Այդ Մոնակո գնալը, Եվրոպայի ունեցածը։ Այսինքն Սերյան Օհանյան, դու ով ես ընդհանրապես։ Ռուզիկին թափտաս մի 6 հատ BMW-ի սունկի փող թափի ջեբերից։ Ու սրանք խոսում են ինչ-որ երկրից պետությունից։ Կամ Ռոբերտ Քոչյանը, կամ այն Սերժան, նարկոշը։ Սերժի աղջիկը հելնում է քաղաքայլու վրան $50,000 մենակ շոր կա։
Նորից եմ ասում, Մանթաշովի թորն էին, Գյուլբենկյանի թորն էին, ով էին ստեմ, շարքային քրչեր են եղել։ Սեփական ոչինչ չունեին։ Ղարաբաղյան շարժի մեջ ներ, սրանք բոմժ էին մնալու։ Հիմա եկել են ստե ինչ-որ հեքիաթներ են պատմում։ Լավ, մենք մեր աշկով տեսանք, չէ՞, Արցախը ով վաճառեց։ Վերջում էլ իրանց ընկերները այդ Ջաբրայելի կռիսը 45-ը, 48-ը, 43-ը, ինչ-որ հեքիաթ, իրանք մենակ իրանց մասին լավ կլիպ ու կինո են նկարել։ Կինո են նկարում, դրանցիկով հավաքում նայում են, թե իրանք հերոս են խոսքի։ Ասեմ ավելի, նույնիսկ Սերժ Սարգսյանի համար հատուկ Միշիկի ալիքներով լուրերն էին իրանց ուզած ռեպորտաժներ ցույց տալի, որ Սերժ Սարգսյանը տեսներ, որ կյանքը Հայաստանի Հանրապետությունում ինչ ուրախ է, ծաղկում է Հայաստանի Հանրապետությունը։ Հենց նստում էր հեռուստացույց նայելու, միանգամից հատուկ լուրերի թողարկում էր եթե հեռարձակվում։ Ես այդ լոշտին չեմ էլ ուզում այլևս ինչ-որ մի բան ասեմ, նորից եմ դնում, նա շարքային մորֆինիստ լախպուր տղեկին նայեք, Սաշիկի։ Էմի տղեն արդեն գերանցված նարկոման է։ Մենք մամուլում կարդացինք մեթադոն է ստանում հիվանդանոցից։ Դուք պատկերացնում եք, սրանք եղել են երկրի էլիտան, ղեկավարները, վերնախավը։ Սրանք ով են Արտուր։ Այն մեկի Քոչարյանի տղուն նայում ես լող, մեկի աղբոր տղուն նայում ես նարկոման, մեկի հարսին, աղջկան նայում ես, ասում ես լավ, ես մենք որտեղ ենք ապրել։ Լավա գոնե այս երկիրը գոնե մնացել է Արտուր։ Դե չսրանք էսել էին ծախելու։ Սրանք հիմա նորից տեսեք ինչ վայնասուն են դրել, չէ՞։ Օրը Արցախը ծախին, Խուրդին, Պրծան, Հազդին, Թուրքին, Ալիևին իրանց հորողբոր տղուն, հիմա էլ Սյունիքը։ Հիմա հետ են բերում, բայց հիմա չէ, հիմա Ջերմուկն ու Սյունիքը վտանգված է։ Հələ սրանց նարատիվները նայեք։ Ալիևը ինչ ասում է, սրանք դե կրկնում են։ Նայում ես իրանց այդ լրատվականներով, այդ իրանց բանով 24 ժամ ինչ են ասում։ Բանը այդ Ալիևը ինչ հաչում է Ադրբեջանում, սրանք գալի Ալիևի խոսքը դարձնում են Հայաստանի ներքաղաքական կյանքում օրակարգ, որտեղ սրանց միակ նպատակը, նորից եմ ասում, փող աշխատելն է։ Հիմա էլ ուզում են նորից եմ նշում, Արտուր զարմանալու բան չկա, Ղարաբաղը ծախին կերան, հիմա էլ ասում են ուրիշ ինչ ծախենք։ Մի բան հանձնենք, ծախենք, կռիվ սկսվի, գանք իշխանության։ Էս է սրանց նպատակը։ Արամ, տես ինչ էր կատարվում, ուրեմն հայ զինվոր թերթը ովքեր հիշում են այդ Այո։ եւ Կիրակի օրերը զինուշ հաղորդումներ։ Եթեր էր հեռարձակվում, տենց հատուկ նկարում են սպայական կազմին, որ ձեր երեխան որ գալիս է արդեն մեր երեխան է դառնում, դուք վստահ եղեք, որ 18 տարեկան։ Դա փաստորեն դառնում է, որ 18 տարի մարդը պահում մեծացնում է, գնում է կռվում է հայրենիքի համար զոհվում է, մնում է այնտեղ Արցախում, բայց Աղաբեկյանը իր երեխուն բերում առանձնացնում է, յուրահատուկ երեխա էր։ Իր երեխու շիռը կարող մենակով բերում է։ Արտուր բայխին այսօր իրանք ընկե, իրանք են հիմա չմո։ Հայ ազգը որտե տենում է թքում է իրանց դեմքին։ Սրանք անգամ իրանց այդ գեներալի այդ ուսադիր բան տարե պահե վարել են արդեն։ Որ հանգարց մեկը իրանք չճանաչի, դուսը չնենա։ Բալավ այսքանից հետո էլ ինչ։ Հաջուտում ինձ ես հետաքրքրվեցի, ասում եմ դեցի հաջուտում ինչ-որ լոտոյ է ունեցել, արաղ են, իր արաղը բերել է լոտոյով շահել, սա մի հատ երևույթ Արտուր, մի հատ որ հետաքրքրվում ենք sense բացահայտենք, ուղղակի ամոթով, որտեղ մեզ այլ ազգի ներկայացուցիչներ եւս մեր հաղորդումն նայում են։ Կասեն սրանք ով են, այ ախպեր, այս ի՞նչ է կատարվել։ Բայց դե ինչ անենք, մարդկանց պիտի բացահայտնենք, թե չէ։ Սրանք այն բաղման հայկաս կար, այն տավարի ցավը, կհիշեք։ Մանում են այն կեղտը։ Այդ տավարին իմ աշկի դեմը դեպք է եղել։ Զինվորի ծնողը ավտոյի պագրիշկային զիմնիսյան 4 հատ ջիպի համար բերե առնում, որ օդպուսկ ուղարկի զինվորին։ Այդ տավարը։ Ու սրանք իրանց տաղուտեղ են դրել։ Իրանք տաղալն են, զենքը ձեռը գերարը զենքը ձեռը մեռնում է։ Այսինքն զորքը կոտորվավ, շարքայինները կոտորվան, գեներալ մի հատ գեներալ չունենք, որ մատը փուշ է մտել։ Այդպես բան տեսել եք Արտուր։ Դե բավական քրեական գործեր կան հիմա ներկապային, որ իր մտերիմներն են մատակարարումով զբաղվել սնունդի բանկոներով։ Այո, սրանք տեսեք Արտուր։ Գործունեությամբ է զբաղվել լինելով հրամանատար։ Սրանք նորից եմ նշում, սրանց տեղը պատմության սովետաշենի աղբանոցն է։ Պիտի տանենք սրանց լցենք ընդեր։ Լավ, գոնե Արամ ջան, մեր հետևորդները հարցը տալիս են միշտ։ Գոնե այդքանից հետո այս մարդիկ ձեն չհանեն։ Այդ մարդիկ դուրս են գալի մեր ժողովրդին, սկսում են ներկայացնել, որ նոր մեղավորներ են փնտրում բանակի այդ կործանման մեջ, ասենք
պատերազմը պարտվելու մեջ նոր մեղավորներ են փնտրում, հենց նույն Սեյրան Օհանյանը, որ հիմա ինչ արի, իրան ինչի համար է պետք ազգային ժողովում այդ բանը, падգամավորի մանդատը։ Ոնց ինչի համար, որտեվ քրեական գործ է հարուցվել, որ Հելնի Եվրոպայով բանով գորա, ասի ես падգամավորը մի քաղաքական հետապնդման եմ ենթարկում։ Սրանց այդ մանդատը պետք է իրանց կաշին, շկուրան փրկելու համար, իրանց բջերին փրկելու համար։ Ուրիշ դրանք այդ մանդատը ինչ են անում։ Մանդատը պետք է որ իրանց փրկեն իրանք։ Դրա համար sense կոտորում են իրանց փող են ծախսում, ռեսուրս են ծախսում, լրագրողների են առնում, նարատիվներ են տարածում։ Ասում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ինչ ասում է այդ տականքը, սրանք հելուն կրկնում են։ Քոչյան Ռոբերտը հելավ ասաց, չէ՞ ասում հայերն են սկսել պատերազմը, հայերի պատճառով է եղել, հայերն են հրահրել։ Աշխարհում երկու հոգի կա, 100 անգամ ասում ենք, մեկը Ալիևն է, իսկ Էրդողանը այդպես բան չի ասում։ Դուք պատկերացնում եք, երկրորդը Քոչյան Ռոբերտն է, բա պետք է ասի, որտեղ իրար բիզնես ունեն։ Մի բնից են սրանք մի արուն են, հո արունը հո ջուր չի դառնա Արտուր։ Իրաց թվում է ուղղակի հայ ժողովուրդը մոռանում է պատմությունը, որ ասեք այդ որ ներկայանում է որպես հաղթած պատերազմի ժամանակ գեներալներ բան, խմբեր են պահել, ուղարկել են այդ ադրբեջանցիքի տները այդ ոսկեղենը բան թալանել են, մինչև վերջնել Արցախում Աղդամից շպալի մեջից բան են, կառավարիզացիայի տրումա են ծախում, սրանք Արտուր, սրանք չեն կռվել։ Սրանք ասեմ ինչ են արել, այն 90-ականներին մեր ֆիդայինները մեր ավակ սերունդ հետո կանոնավոր բանակը ընդ կռվել է, պայքարել է, արունա թափե, հողը ազատագրե, սրանք Ստեփանակերտում նստած, այդ օգնությունը որ եկել է համաշխարհային հայության, չէ, այն աշխարհում ինչքան հայ կար, օգնում էր։ Այդ օգնությունը ընդ կերել են իրանք։ Դրանով են զբաղվել Արտուր։ Այն Օգանովսկին էլ գիտեք, կամերա ուներ 92 թվին, Արցախում մարդ չկար որ կամերա ունենար։ Էսի կամերա ուներ, այդ կասետով կամերան կհիշեք։ Այդ կամերայով սկսեցին թեքիաթներ նկարել։ 43-ը, Սերժը, Ռոբերտը, սրանք ասում եմ քեզ, սրանք անգամ պատերազմի ժամանակ նստած Ստեփանակերտում լափում էին այդ օգնությունը։ Հիմա եկել են Հայաստան, Հայաստանն են լափում։ Դե դրա համար զինվորի մոտ սնունդ չէր գնում։ Կրվող զինվորի մոտ PխD ժամերով չեն կանում տանել կամ չգիտեն ոնց տանեն սնունդը։ Ես 2010 թվին գնացել եմ բանակ, առաջի օրը մտել եմ ֆորմա եմ ստացել բացինկա, մի շաբաթ հետո այդ իրանց տված բացինկից են։ Գիտեք ինչ բացինկ է այդ։ Հագնում էիր ոտերդ վարի էր գնում։ Մի ամիս պարկել եմ որ ոտերս հալվեկը պետք է ասֆալտին այդ իրանց բացինկից։ Ասում եմ այդ ամիջը արձանան գրված է։ Իրանց տված բացինկից մարդու ոտերը վարի էր գնում։ Բա պետք է իրանք Ստեֆանո Ռիչի բան կոշիկու շալվար հագնի, չէ՞ Քոչյանի բիջը, որ զինվորը ընդ 5000 դրամից բացինկա դերմանցինից հագնի։ Այսինքն սրանք էդ են, սրանց որ ես ասում եմ սրանք պիղծ են։ Քութիկն են Ալիևի։ Ալիևը փողը տալիս ասում է դավայ ասում արա, ինչ ասեմ պետք է անեք։ Սրանք էլ ասում են Հեյդաներ են վաղ ասում փողը տալի, հիմա Իլհամն է ասում։ Վաղ Իլհամի բիջը կգա, գետան Իլհամի բջի մոտ կզեն նամազ կանեն։ Սրանց նորից եմ ասում պետք է նետենք պատմության աղբանոցը զիբիլներին։ Լավ, ինչքան կարելի է, այդ ոնց ասենք։ Փաստերով արձանագրված է, զորքին թողը փախել են։ Իրանց երկիրը թողը Ռոսոյսներով, Լեքսուսներով փախնում էին։ Իդեպ աղբանոցից խոսալուց Նուբարաշենի աղբանոցը մենք տեսանք 3-6 հրդեհեր, այնտեղ քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր իր թիմով գնացել, աջակցություն են ցուցաբերում, այնտեղ շտապօգնության հերթապախմբեր, ման նույնիսկ Facebook-ում մարդիկ սկսեցին հումորը արդեն հումորով մեկնաբանել, գրել որ մեկը գենդեր փարթի է ուզեցել անի, բայց սխալ է գնացել, իսկ եթե լուրջ արամ, ինչ ես կարծում, այստեղ դիտավորություն չես տեսնում։ Միանշանակ մենք ինֆորմացիա ենք ստացել, որ Սերժիկ Սարգսյանի հարսը նույն ինքը Միքայել Միասյանն է, որը որ հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետությունից եւ փախած է, բոլորս կհիշենք, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը այդպես տեսանյութ հրապարակեց, երբ հրապարակում ցույց էր տալի, թե ինչն է վերադարձվել պետությանը, այնտեղ դուք նկատած կնեք, որ այդ ջազվե սրճարան կար, այդ ջազվեների ցանցը պատկանում էր Միշիկին, ապա մոնտաժել էին այդ սրճարանը եւ ուղղակի պետությունը այդպես վերադարձվել այդ տարածքը պետությանը։ Այս վիժվածքը չկարողանալով մարսել այդ ջազվեների այդ շուրջ կատարվող այդ
process-ը, սա պատվիրել է եւ սա մարդ է ուղարկել, որպեսզի որպես վատություն, այսպես որպեսզի հայ ժողովրդին եւս մեկ անգամ մի վատություն անեն, գնացի այդ Սովետաշինի այդ զիբիլյանոցը վարել են սրանք, սա Միշիկի զարգազն է եւ նորից եմ նշում, այդտեղ պետք է մենք կապը տեսնենք այդ ջազվեների հետ կապված, որովհետեւ ապամոնտաժվել է, վերադարձվել է պետության այդ տարածքը, սա ցնցումների մեջ է եւ ամեն ինչի սրանք ընդունակ են Արթուր։ Ամեն ինչի վաղը ես չեմ բացառում, որ վաղը սրանք ադրբեջանական ֆորմա հագնեն եւ հարձակվեն Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի կողմից։ Գնան պայմանագիր կապեն, դե ասեն մենք ուզում ենք կռվենք։ Արդեն օֆիցիալ, մինչև այդ տակից էինք անում, սրանք այդ են, սրանք թուրք են Արթուր։ Այս թուրքերը մի բան են ուզում անեն, այս Ղարաբաղյան կնան կոչված տականքները։ Ուզում են մի բան անեն, որ գան եւ զավթեն Հայաստանում իշխանությունը։ Քանի որ գիտեմ որ ընդդիմությունների միջոցով նրանց մի 200 տարի պետքա դրա մասին իրանք մոռանան։ Հասարակ բանը։ Իդեպ մեր ժողովուրդը միշտ հարցնում է, մեր հետևորդներն էլ հարցնում են, շատ երկար է ձգվում, ինչի այդ թալանչիները չեն նստում, ես նայում եի նյութերն էին նայում, այս ոդկեկն էին նայում, արամ եւ դատախազության հակակոռուպցիոն կոմիտեի բավականին շատ են, ասենք, նույն քաղաքապետարանի նախկին աշխատակիցները ժամանակին թաթախված են եղել եւ քաղաքի կենտրոնում այդ գույքը որտես նվիրել են, ասենք, այդ ռեստորանների ման նվիրել են եւ տարիներ շարունակ նույնիսկ դաշնակցական կլան այդ օպերայի բակում, քանի հատ ռեստորան ունեն այդտեղ։ Պետք է այդ ամեն ինչը պետք է ապամոնտաժել վերադարձնել պետությանը, Երևան քաղաքին եւ Արթուր սրանք ես մի օրինակ ձեզ բերեմ, դուք մի սպա չեք տեսնի, որ նորմալ բնականան ստացած լինի։ Այսինքն Երևանում այդքան շենքեր էին կառուցվում, չէ, օրինակ Ռուսաստանը, որ Ռուսաստանը իր օֆիցերներին Մոսկվայում ու Լենինգրադում է տուն տալի։ Ոչ թե բանում, ասենք, Վլադիվոստոկում օրինակի համար, որտեվ Վլադիվոստոկում ուրիշ գին է, Մոսկվայում ուրիշ գին է։ Մեր սպաներին սրանք տուն են տվել։ Երկու հատ քար էին իր վրա շարում, մատ կրիչ էին դնում, եսին որ գյուղում։ Այն որ չել կարա գնան դե ապրի։ Ասում են տուն տվեցինք։ Բա Ռոբերտ Քոչյան, Հյուսային Պողոտանը տենց որ գզիր քեզնով արիր կերար, բա մի մաս էլ տայր այդ սպաներին, որ 30-20 տարի ծառայում են։ Կոպեկներով պետությանն են ծառայել, ազգին են ծառայել։ Կտա չի տա, որտեվ հենց դա Սիուշան կհանիկ շպրտի դուս տնից։ Որտեվ սրանք այդ են։ Սրանց տունը կնանիք են որոշում։ Դա հայտնի, գիտեք, Արթուր, սրանք այնքան են ապրել ադրբեջանցիների հետ մի հարկի տակ իրար այդ կերեխամը, որ այդ արունը քաշել է։ Անդե մերի բանն է որոշում, ով ոնց ապրի, սրանց տունն էլ, սրանց ասում եմ, կյանիք են որոշում։ Անդե ворց չկա։ Ворցներ այսօրը չէին ընկնի։ Յուբկա չէին հագնի։ Արա օրեր առաջ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց, որ քաղաքական հայտ է ներկայացնում եւ Թաթոյանը իր Facebook-յան տեսանյութեր տեղադրել, որտեղ ասում էր, որ սա հայտ է ոչ թե 5 կանոններով շարժվելու, այլ այդ կանոնները փոխելու մասին է։ Նրա խոսքով կա թիմ, որն ունակ է վերականգնել քաղաքական համակարգը եւ ձևավորել իրավունքի պետություն։ Թե ովքեր են այդ թիմի անդամները, Թաթոյանը չի մանրամասնել։ Հիմա ես քեզ եմ ուզում հարցնել, իսկ այստեղ Արման Թաթոյանի կապը միշտ բարձ երևացել է, որ Սերժ Սարգսյանի կամ Միքայել Մինասյանն է։ Հիմա ուզում եմ հարցնել, այդ Արման Թաթոյանի ում նկատի ունի այդ թիմը, ովքեր են իր թիմը։ Ախ, ես եւս մի բացահայտում։ Ներողություն, հաստատ ՀՀԿ տատիկը չի լինելու, ոնց իրանք շատ են սիրում։ Չեմ կարծում, որ ՀՀԿ տատիկն է։ Դե սրանց առաջնորդել։ Ես ճիշտ կլինի ՀՀԿ տատիկին տեխնացու առաջադեն ավելի շատ ձայն կավակի, քան իրանք, բայց տեսեք ՀՀՇ-ի Գևորգն էլ կարող է նեղվի, ասենք այդպես։ Այո, եւ տեսեք Արթուր, ես հիմա կբացահայտեմ Արման Թաթոյանի հետ կապված ինֆորմացիա մենք ստացանք եւ այդ ինֆորմացիան ենք ստացել ամիսներ առաջ, երբ Արման Թաթոյանի հետ կապված Միքայել Մինասյանը Մոսկվայում փորձել է ինչ-որ պրոյեկտ նախագծել, հանդիպումներ ունեցել եւ Արման Թաթոյանի եւ Լևոն Զուրաբյանի Հայազգային կոնգրեսի, գիտեք, այդ անդամ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից Լևոն Զուրաբյանը եւ Արման Թաթոյանը այդպես պրոյեկտ են
փորձում ներկայացնեն։ Ես Արման Թադևյանի հետ կապված մեր սիրելի ժողովրդին կասեմ, որ կուտը չուտեն, սա Միշիկի պրոյեկտն է, Սերժիկ Սարգսյանի փեսու Միշիկի ամբողջը ղեկավարում է Միշիկը, ամբողջը այդպես ֆինանսավորում է Միշիկը եւ ապագայում նաեւ նրանց կմիանա չի բացառում հենց Լևոն Զուրաբյանը եւս մի քանի հոգի, որը որ բոլորին ղեկավարում է Միշիկ կոչվածը եւ ես Արման Թադևյանին նայ այսպես նշեմ, մեր տրամաչափի գործիչ չի, որ մենք իրան անդրադառնանք, մենք անդրադառնում ենք, գիտեք, Միշիկին, Քոչարյան Ռոբերտին, Սերժիկին, Սաշիկին, մենք այսինքն չեմ ուզում իշտեմ այդ քաղաքական մակարդակին, բայց Արման Թադևյանին, քանի որ ինքը արդեն իրան երևակայում է վարչապետ, այդպես հայտ է ներկայացնում, կցանկանամ մեր այդ լրագրողներին, որոնք որ այդ գնում ասուլիստներ են լուսաբանում, այտենց, չգիտեմ, հարցեր են տալի, թող Արման Թադևյանին մի հարց տան, հենց կարան հղումներ տան ինձ Արամ Ավետիսյանին եւ ասեն, «Այդ ոնց եղավ Արման Թադևյան, որ դու այտենց հայրենիքը սիրում ես, պատրաստ ես քեզ քո կյանքը տաս հայրենիքին, բայց բանակում չես ծառայել»։ Մի հատ թող այդ հարցին Արման Թադևյանը պատասխանի, թե ինքը խի բանակում չի ծառայել։ Եվ ես նշեմ Արթուր, որ ցանկացած մարդ, որը որ հայտ է ներկայացնում, եւ այտենց խիստ ազգային տեսանկյունից հանդես է գալի, Արարատն են ուզում հետ բերեն, չգիտեմ, Վանալիճը, մի հատ հələ Արցախը չեմ ասում, թող մի հատ մեր հարցին պատասխանեն, թե խի բանակում չեն ծառայել։ Պատերազմող երկրում, իրանք են չի ասում, մենք 30 տարի պատերազմող երկրի ենք եղել։ Բա պատերազմող երկրում տան ворցը բանակ չգնա, զենք չվեր գալի ձեռը, որ վաղը կարնա իր տունը պաշտպանի։ Թող այս հարցերին պատասխանեն եւ եւս մեկ անգամ մեր սիրելի հայրենակիցներին ուզում եմ նշեմ, որ կուտը չուտեն, այս Միշիկի պրոյեկտն է, Միշիկն է այս ամեն ինչը կազմակերպել եւ սրանք այս Ղարաբաղյան կլան կոչված այս թուրքերը մի բան են ուզում անեն, որպեսզի 2026 թվականի խորհրդարանում մի քանի ուժերով ճողոպրեն խորհրդարան եւ հետո միանան իրար։ Բայց դա նրանց չի ստացվելու, ու ինչ ուզում է իրանց պատերով տան, Հռոմի պապի ոտերը գնան լվան ջուրը խմեն, չգիտեմ, Պուտինի դուրը խփեն 24 ժամ, Կրեմլի տակ պատերի տակ քնեն, ինչ ուզում է անեն, իրանց մոտ դա չի ստացվելու։ Նրանց տեղը պատմության աղբանոցն է։ Դե Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ ասում էր պետք է Գյումրու օրինակով առաջնորդվենք, միանանք, համախմբվենք, երևի հիմա ասենց առանձին կուսակցություններ են ստեղծում, հա, որ հետո միանան։ Արամ իսկ դե հիմա Լենինականի գիշ կա, գիտեք, խելքը գցած, չէ՞, սաղուրը աղոթում է, երգում է, պարում է, այդ իրանց սրտի քաղաքապետն է։ Երևի այդ գժի խելքին է այնգե, բայց ես նորից եմ ասում, Ռոբերտ Քոչարյանը երազախապ է լինելու եւ նա դեռ չի պատկերացնում իր հետ ինչա լինելու։ Ու ոչ միայն իր եթիմների հետ եւս։ Արամ օրերս Սերժ Սարգսյանը հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց, որ հաջողություն է մաղթում բոլոր նրանց, ովքեր 2026-ի ընտրություններին պատրաստվում են, այսինքն նա չի հավակնում վարչապետի տեխնացության, բայց չես կարծում, որ նույն Արման Թադևյանի այդ առաջադրվելով նաև կա Սերժ Սարգսյանի շախմատային խաղը։ Բնականաբար Սերժիկ Սարգսյանը ինչպես հայտնի աֆերիստ, Արտուր, նա շախմատ խաղալ չգիտի, თუ այդ հեքիաթները չպատմեն, ինչ որ շախմատիստ է, չգիտեմ, նա նարդի անգամ չի կարա խաղալ, ունես մոտ շախմատ խաղա, այդ հեքիաթները հետո պատմեն։ Ես նշեմ, որ այս աֆերիստը ամեն ինչի մեջ էլ կա։ Սա իր փեսու հետ, Միշիկի հետ փորձում են այսպես նախագծեր, պլաններ կազմեն եւ բնականաբար սա իր ձեռքի գործն է եւս եւ նա այդ դատանի դեմը որ գնացրի իր դատին ինչու նա նշեց որ հաջողություն են մաղթում ուզում ասի ինքը կապ չունի նորից եմ նշում մեր ժողովուրդը շատ լավ գիտի մենք էլ բացահայտելու ենք որ այս սրանց անգամ չգիտես ինչ էս Ալիևի քութիկներին ուղակի իրաց տեղը ցույց ենք տալու որտեվ Ալիևի քութիկները Հայաստանի Հանրապետությունում անելիք չունեն Աղաբեկյան Արտուր կլնի, Օգանովսկի կլնի, Ջալալի կլնի, ով ուզում է ալնի։ Ձեր քաղաքական էպոպեան ավարտվել է։ Դուք քութիկ եք ու քութիկի կարգավիճակում էլ մնալու եք։ Մինչև այն պահը, որ մենք ձեզ բոլորիդ տանենք, լցենք Սովետաշինի Զիբիլնոցը, այսինքն քաղաքական աղբանոց։ Շնորհակալություն Արամ քեզ, ես եմ շնորհակալ։ Մեր հետևորդներին փոքրիկ ինֆորմացիա
հայտնենք, որ մեր հաջորդ թողարկումը արդեն լինելու է Հայաստանի սահմաններից դուրս, այնպես որ պետք է խնդրենք բաժանորդագրվեն մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր ժամերի մասին ծանուցումները եւ հաղորդումը բաց չթողնեն, ինչպես նաեւ պետք է խնդրենք կիսվեն այս տեսանյութով, որպեսզի իրենց հարազատներն տեսնեն մեր այսօրվա եթերը։ Այսքանն ենք նախատեսել այսօրվա համար, ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն էր եւ ես Արթուրն էի, բարի եւ խաղաղ գիշեր մեր հայ ազգին։